Տեղի ունեցավ երիտասարդական աշխատողի վերապատրաստում ծրագրի պաշտոնական ամփոփիչ միջոցառումը, որը միավորեց պետական կառույցների, միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր համայնքներից ժամանած երիտասարդական աշխատողների։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արտուր Մարտիրոսյանը ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել է հետաքրքրությունը երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի ինստիտուտի նկատմամբ։ Նրա խոսքով այս տարի ընդունված երիտասարդության մասին օրենքը ամրագրում է պետական քաղաքականության համար կարևորագույն սկզբունքներ, ոլորտը դարձնելով առավել համակարգված և նպատակային։ Մի քանի բան ավելի առաջ է մղում։ Դրանցից մեկը երիտասարդական կենտրոնների հանգամանքն է, որ թիմերին ավելի է քաջալերվում, պետությունը ինքը փորձում է աջակցել տեղերում, հատկապես մարզաբնակ համայնքներում Երևանից դուրս նման կենտրոնների ստեղծմանը և շատերը վստահաբար գիտեն, որ կառավարության 21-26 թվականների ծրագրերում 25 կենտրոնի ստեղծման թիրախ կա, որոնք ստեղծվել են, ստեղծվում են ու կստեղծվեն։ Երիտասարդների ակտիվացման ու համայնքային գործընթացներում վերջիններիս ներգրավման հարցում թիմերի դերը կարևորեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։ Երիտասարդների դերը ամեն ոլորտում կարևոր է, իսկ թիմը տեղական ինքնակառավարումը կամ համայնքի կյանքը բոլոր ոլորտներին է վերաբերում։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը շնորհավորելով ծրագրի մասնակիցներին վերհաստատեց վերջիններիս կարևորությունը համայնքների զարգացման գործում։ Սա պարզապես ծրագիր չէ, սա իմ պատկերացմամբ և նաև մեր գործընկերների պատկերացմամբ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որը Հայաստանում պատրաստում է մասնագետների, ովքեր աշխատելու են Հայաստանի ամենազգայուն և ամենամրցունակ և միաժամանակ ամենաթույն օղակի հետ, և որպեսզի կարողանան իսկապես իրենց զորեղացնել, ճիշտ ոլորտում իրականացնել և տեղում երիտասարդական միջավայրերի ապահովումով կարողանանք նաև մասնագիտական ճիշտ աջակցություն տրամադրենք, դրա համար պետք է ունենանք երիտասարդական աշխատողին համապատասխան կարողություններն ու հմտությունները։ Միջազգային գործընկերները նկատում են երիտասարդական աշխատանքի մասնագիտացված մոտեցումը կարող է ունենալ բազմապատկող ազդեցություն։ Երիտասարդական աշխատանքի մասնագիտացումը հզոր բազմապատկող ազդեցություն է ունենում, երբ վերապատրաստված երիտասարդական աշխատողները մատուցում են ավելի արդյունավետ ծառայություններ պատանեկան և երիտասարդական խմբերին, համայնքներում ստանձնելով խթանիչ դեր։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ծրագրի ընթացքը ներկայացնող տեսահոլովակ, որից հետո տարբեր համայնքներից և կազմակերպություններից մեկական երիտասարդական աշխատող ներկայացրեց վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն ու մարտահրավերները։ Փորձագետները և գործընկեր կառույցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիտարկումները ծրագրի ազդեցության, զարգացման, հնարավորությունների և որակյալ երիտասարդական աշխատանքի շարունակականության վերաբերյալ։ Երիտասարդական աշխատողի վերապատրաստում ծրագիրն իրականացվել է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն էր կատարելագործել այն մասնագետների հմտությունների և անձնային որակները, որոնք զբաղվում են երիտասարդների հետ գործնական աշխատանքով, ապահովելու ազգային և ՏԻՄ մակարդակներում գիտելիքահենք, որակյալ և կառույցային երիտասարդական աշխատանք։ Վերապատրաստմանը մասնակցել է շուրջ 50 մասնագետ, ովքեր անցել են եռափուլ ուսուցում և ամփոփիչ գնահատումը հաջողությամբ անցնելուց հետո միջոցառման ավարտին ստացել են մասնակցության հավաստագրեր։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ։ Շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցի համար, նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ։ Հանդիպանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Թալինի գյուղերից է լուսակնը փոքրաթիվ բնակչությամբ տարեգրությունն էլ կես դարը չբոլորած 1983-ին է հիմնադրվել 3-րդ սովխոզ կոչվել լուսակն վերանվանվել 93-ից 42 տնտեսություն ունի գյուղը զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, 3-րդ տարին է արտագնա աշխատանքի մեկնող չունեն ու որ կարևորն է գյուղում փակ դատարկ տներ չունեն Լուսանկարում մեր դպրոցի առաջին տնօրենն է Մելոյան Ռոբերտն է Լուսակնի միջնակարգ դպրոցի տնօրենը ֆոտոալբոմ է կազմել հեռավոր 1999 գյուղում դպրոց բացելու պատմության վավերագրությունը խնամքով պահել 89 թվականին է, երբ երեխաներին հերթական անգամ հարևան Արտեմի գյուղ դպրոց են տարել ծնողները եւ ծմրան ճանապարհ է եղել։ Երեխաները մնացել են ճանապարհին եւ այստեղից էլ որոշվել է, որ գյուղը պիտի անպայման դպրոց ունենա։ Գյուղացիներով համախմբվել ստորագրահավաք են կազմակերպել եւ բնակելի տներից մեկը, որը 2 տարի որպես մանկապարտեզ էր գործել, վերակահավորել են դպրոց դարձրել։ Այս հին փոքրիկ երկհարկանի շենքն է շուրջ 35 տարի որպես կրթօջախ ծառայել, ցուրտ ամիսներին էլ հավաքվել են միտեղ, անթափանց կտորները դարձրել միջնապատեր, սուղ նեղ պայմաններում մեծ ջանքով երեխաների կրթությունը կազմակերպել։ Սա մեր ունիվերսալ կարելի ասել սենյակն է, այստեղ տեսնում ենք դեռ պահպանվել է հենասյունը, վարագույներով առանձնացրել ենք, միջնապատեր, 2 դասասենյակ էր այս հատվածում գործում, սա ծառայում էր որպես ուսուցչանոց, այս հատվածում իրականացնում ենք մեր միջոցառումները։ Որ մի օր այս պայմաններից վերջապես կազատվեն բարեկարգ միջավայրում գործը կշարունակեն, թվում էր անիրատեսական, անիրական, սակայն 2020-ին դպրոցաշինության պետական ծրագրով լուսակնի նոր դպրոցի հիմքը գծվեց ու այս հոկտեմբերից արդեն միջնակարգ կրթօջախը գյուղի 36 ծաներին ու կոլեկտիվին դպրոցական եւ աշխատանքային նոր պատմություն սկսելու հնարավորություն տվեց։ Տիկին Գայանեն եւ Տիկին Աննան հին դպրոցում ամենաերկարն են աշխատել, մութ ու ցուրտ տարիների վատ հիշողությունները հիմա մի կողմ թողել, ջերմանում են ներկայով։ Իրենց երեխաները վատ պայմաններում սովորեցին, թորնիկները բարեբախտաբար նույն ընթացքով չեն գնա։ Այդ Երանին դարձավ իրականություն եւ մենք շատ ուրախ ենք դրա համար, որ չենք տեսել, բայց նրանք կտեսնեն, արժանի են նրանք։ Մոտ 700 միլիոն դրամ է կառավարությունը ներդրել, որ աշակերտական ուսուցչական փոքրիկ կոլեկտիվի մեծ երազանքն իրականանա։ Նորակառույց տիպային դպրոցը կառուցված ժամանակակից ստանդարտներով ունի ինչն անհրաժեշտ է, որ կրթական պրոցեսն ավելի գրավիչ, հետաքրքիր, արդյունավետ դառնա։ Լաբորատորիաները հագեցած են նոր գույքով, համակարգիչներով աշխատանքը հասանել է բոլորին, աշակերտները նոր մղումով են սովորում, իրենց նոր դպրոցին նոր հաղթանակներ բերում։ Չորրորդցի Ալեքսը վերջերս է Թբիլիսի օլիմպիադայի մեկնել, մենթալ թվաբանության մրցապայքարում հաղթող եռյակում ընդգրկվել, մի չորրորդ, մի Ալեքս դասարանում մենակ է, բայց չի ընկճվում, միայն երբեմն այն էլ մի դասաժամի։ Ես չեմ նախում, որ ինձ ամեն օր դասն հարցնում մենակ, ֆիզկուլտուրայից եմ նախում, որ խաղանքեր չունեմ։ Նույնիսկ հին Խարխուլ դպրոց կոչվող շենքում են լուսակնի երեխաները առաջադիմությամբ աչքի ընկել հեռանկարում փորձելու են ավելիին ձգտել։ Երեխաների հետ գրեթե դասաժամերն անցում են անհատական պարապմունքների նման եւ մեր աշակերտներից նախանցյալ տարվա շրջանավարտները 4-ն էին, 4-ն էլ ընդունվել են 2-ը միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 2-ն էլ բարձրագույն ուսումնական հաստատություն։ Իրենք ընդունվել են բացառապես դպրոցից ստացած գիտելիքների հիման վրա եւ որևէ մեկը կրկնուսուցի չի դիմել։ Սպորտ դահլիճ, ֆուտբոլի խաղահրապարակ, ակտիվ սպորտով զբաղվելու այլ հնարավորություններ դպրոցն ունի, նույնիսկ փոքրիկ ջերմատուն ունեն տարածքում, որտեղ երեխաները իրենց ձեռքով սերմ ու սացիլից բույս բանջարեղեն են աճեցնում, դպրոցում փոքրիկ գյուղատնտեսներին բնության բարեկամներ են ասում։ Ջրում են, խնամում են, խմբակը պարտադրանքով չի այսպես ասած, բայց բոլորը սիրով մնում են եւ հաճիկով մասնակցում են, իրենց հետաքրքիր է։ Նոր դպրոցը նախատեսված 100 աշակերտի համար գյուղի զարգացման նոր հեռանկար է բացում, ընթացիկ լուծվել եւ լուծվում են նաեւ այլ խնդիրներ, որ տարիներով դժվարության մեջ ապրող բնակիչների կյանքի, կենցաղի, հոգսը պակասի։ 2020 թվականին հիմնանորոգվել է 2250 գծամետր
խմելաջրի խողովակներ, խմելաջուրը այս պայմանությամբ միջին հաշվարկով օրը 20 ժամ եւ ավել ապահովված է բնակիչներին։ 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով Լուսագն բնակավայրում նախատեսվում է գազաֆիկացում։ Գյուղում մեծից փոքր բոլորի ցանկությունն է, որ Լուսակն ընդլայնվի, զարգանա, նոր տներ կառուցվեն, նոր տնտեսություններ հիմնվեն։ Սպիտակ տան խոսնակն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի եւ Ռուսաստանի նախագահի ակնկալվող հանդիպմանը։ Քերոլայն Լևիթի խոսքով ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված եւ լուրջ ջանքեր է գործադրում խաղաղության ուղղությամբ։ Նա նշել է, որ Վաշինգտոնի եւ Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում։ Այժմ Ուիտկոֆն ուղևորվել է Մոսկվա, հարկավոր է շփվել հակամարտության երկու կողմի հետ, էլ մանրամասնել է Սպիտակ տան խոսնակը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցություններին ներգրավված է նաեւ եվրոպական կողմը։ Ժան-Նոել Բարոնը նշել է, որ կարգավորման ամերիկյան ծրագիրը հաջողվել է էականորեն փոփոխել եւ ստիպել Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մշակման հարցում գործակցել Եվրոպայի հետ։ Ռուսաստանի նախագահն այցելել է Միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետերից մեկը։ Կրեմլից հայտնում են, որ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ այլ պաշտոնյաներ Վլադիմիր Պուտինին են ներկայացրել մարտի դաշտում իրավիճակը։ Զեկուցվել է Դոնեցկի, Զապորոժիեի ուղղություններում առաջխաղացման եւ Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքը, նաեւ Պոկրովսկը գրավելու մասին։ Ուկրաինական կողմը չի հաստատում այս տեղեկությունները։ Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինը նաեւ հրահանգել է անհրաժեշտ ամեն ինչով ապահովել Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը ձմեռվա համար։ Ուկրաինական կարգավորման բանակցություններին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին, նա հայտարարել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է։ Միայն այս թեման քննարկվել է 6 ժամ, խաղաղության ծրագիրն արդեն ավելի լավ տեսք ունի, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով Կիևի առաջնահերթությունը անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանության պահպանումն է։ Պատերազմը պետք է արժանապատիվ հանգուցալուծում ստանա, առաջիկայում շատ բան կարող է փոխվել, շեշտել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են։ Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը ներխուժել են մեր քաղաքներ, սակայն այդ տարածքները, այդ թվում Կուպյանսկը, մեր վերահսկողության տակ են, հավելել է նախագահը։ Նրա խոսքով թեժ մարտեր են Պոկրովսկում։ Թուրքիայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը հասել է մի կետի, երբ սպառնում է Սև ծովում անվտանգությանը։ Մեր տնտեսական գոտում կոմերցիոն նավերի խոցումը վկայում է էսկալացիայի մասին, նշել է Ռեջեփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Թուրքիայի ափերի մոտ թիրախավորել է Ռուսաստանի ստվերային նավատորմի 2 լցանավ, որոնք ռուսական նավթ տեղափոխելու համար ներառված են Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում։ Ուկրաինան նախկինում եւս հարվածել է Սև ծովում ռուսական լցանավերի, սակայն ոչ թուրքական ջրերում։ Կաբինետի նիստում Էրդողանը խոսել է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի մասին։ Նրա խոսքով, չնայած առկա խոչընդոտներին, եվրաինտեգրումն Անկարայի ռազմավարական առաջնահերթությունն է։ Իսրայելական ուժերը շարունակել են Գազայում ռազմական գործողությունները, նշվում է, որ թիրախային հարված է հասցվել Իսլամական ջիհադ խմբավորման առաջնորդին։ Նաև հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին հրավիրել է այցելել Սպիտակ տուն։ Դոնալդ Թրամփը եւ Բենյամին Նեթանյահուն վերջերս հեռախոսազրույց էին ունեցել, նշել Համասի զինաթափման եւ Գազայի հատվածի ապառազմականացման կարեւորությունը։ Երկու երկրի ղեկավարները նաև քննարկել են տարածաշրջանի երկրների հետ խաղաղության համաձայնագրերի ընդլայնման հարցը։ Շատերին ծանոթ Ղափանի երաժշտական ուսումնարանը, որ տարիներ անց վերանվանվել է Կապանի արվեստի պետական քոլեջի, 60 տարեկան է։ Հոբելյանական օրը մեկնարկեց քոլեջի երախտավոր Սերգեյ Սարաջյանի անվան վերանորոգված լսարանի բացմամբ, որտեղ առաջիկայում նոր կատարումներ կհնչեն։ Սարաջյանի սաներից է դաշնակահար Աստղիկ Գրիգորյանը, որ կրկնակի ոգևորությամբ է ներկա Հարազատ քոլեջի հոբելյանական տոնին։ Ես մեծ ոգևորություն եմ ապրում այսօր, որ ներկա եմ 60-ամյակին, հուսով եմ նույն այս կազմով նաև 120-ամյակը կտոնենք։ Կրթօջախի գործունեության 60 տարիների ընթացքն ամբողջացնող տեսաֆիլմի ցուցադրությամբ շարունակվեց հանդիսավոր արարողությունը։ Քոլեջի ներկա եւ նախկին սաները, ինչպես նաեւ դասախոսական կազմը երաժշտական կատարումներով եւ շնորհավորանքներով անցկացրին տոնական միջոցառումը։ Սերունդների կրթության եւ դաստիարակության գործում ներդրած ավանդի, բազմամյա նվիրումի եւ մանկավարժական արդյունավետ գործունեության համար էլ դասախոսական անձնակազմից շատերը արժանացան շնորհակալագրերին։
Գործունեության 60 տարվա ընթացքում կրթօջախը տվել է 1975 շրջանավարտ։ 2006-ից Կապանի պետական երաժշտական ուսումնարանը վերանվանվել է Կապանի արվեստի պետական քոլեջի, որտեղ երաժշտական մասնագիտություններին զուգահեռ բացվել են գեղարվեստի մի քանի բաժիններ։ Կապանի եւ Սյունիքի համար մեծ ակնառու իրադարձություն էր քոլեջի հիմնադրումը Կապանում, որովհետեւ 60-ական թվականներին մինչև քոլեջի հիմնադրումը նույնիսկ Կապանում հանքագործների քաղաքում երաժշտական դպրոցներ չեն եղել։ Ժամանակի պահանջով երաժշտական ուսումնարանը վերանվանվեց արվեստի քոլեջի։ Այսօր քոլեջում ուսանում են 122 ուսանողներ տարբեր մասնագիտությունների, որոնք բավականին ակտիվ եւ որպես ուսանող կյանք են վարում եւ նաեւ հասարակական մեծ ակտիվություն ունեն։ Հոբելյանական տարին նշանավորվեց մի շարք համերգներով, ցուցահանդեսներով, ցերեկույթներով։ Կրթօջախի առաջին շրջանավարտներից է Արաքսիա Վարդանյանը, որի ամեն առավոտը սկսվում է քոլեջի գրադարանում։ Այս շենքի առաջին շրջանավարտներից մեկը ես եմ։ Եվ այսպես տասնյակ տարիները այնպես արագ տեմպի մեջ գլորվեցին, որ ես ինքս չհասկացա, որ ինչպես դարձավ մեր պատանի երիտասարդ երաժշտական ուսումնարանը 2006 թվականին վերանվանվելով արվեստի քոլեջի եւ արդեն հասունացավ, դարձավ 60 տարեկան։ Մարզի մշակութային կյանքում այս հաստատությունը թելադրող է հատկապես արվեստասեր Կապանում։ Հեռանկարային ծրագրերի պակաս քոլեջը չունի։ Արվեստի մեջ պետք է ապրել, չկարելի առանց արվեստի։ Իսկ դա Կապանում հասկացել են վաղուց։ Կապանցիները սիրում են երգը, սիրում են դաշնամուրը, դասականը, սիրում են նրանք, հաճույքով դասական երաժշտություն են լսում եւ կարոտում են։ Այստեղ եւ դասավանդել եմ, եւ փոխտնօրեն եմ աշխատել շուրջ 10 տարի, իսկ 15 տարի էլ տնօրեն եմ աշխատել։ Այսինքն ողջ կյանքս ես այս 60-ամյա իմ քոլեջում եմ եղել։ Հաջողություններից զատ հիմնախնդիրներ են այստեղ մատնանշում։ Ուսումնական շենքը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը այսօր էլ մասնակի նորոգումից հետո ուշադրության կարիք ունեն։ Քոլեջը ունի այդ վերանորոգման կարիքը, բայց պետք է նշեմ, որ նաև վերջին 10 տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել իրավիճակը փոխվելու։ Մոտ 5 տարի առաջ ուսումնարանում քոլեջում ուսումնական գործընթացը իրականացվում էր էլեկտրական սալիկների, վառարանների ջեռուցման պայմաններում, բայց 2022 թվականին կարողացանք ուսումնական մասնաճենքի ջեռուցման լոկալ վերանորոգումը կառուցումը անել։ Շատ կարևորում եմ նաև, որ հետևողական լինենք քոլեջի վերանորոգումը իրականացնելու համար, այն որակը, որ քոլեջն է տալիս եւ այն պայմանները, որ երեխաները այդ պայմաններում սովորում են, անհամեմատելի տարբեր են եւ ես լիահույս եմ, որ հաջորդ Հոբելյանին առնվազն կասենք, որ նման որոշում կա եւ Կապանի արվեստի քոլեջը արդեն գոնե 61-ամյակի ժամանակ հայտարարենք, որ արդեն ամբողջովին կվերանորոգվի։ Կազմակերպվող համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների շնորհիվ ոչ միայն պահպանվում, այլև հանրության շրջանում տարածվում են դասական երաժշտությունը, գեղարվեստը, զարգացնելով մշակութային կյանքը հենց Սյունիքում։ Նարե Խաչատրյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։ Առաջինը աշխատանքի իրավունքն է, համապատասխան մասնագիտական ուղղորդման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ մասնագիտական վերականգնման ապահովում։ Մենք ընտրել ենք այս իրավունքը, քանի որ երկրում երիտասարդների շրջանում գործազրկությունը 30% է։ Այս իրավունքը կնպաստի երիտասարդների շրջանում գործազրկության նվազեցմանը։ Պատանիները խորհրդարանի անդամների դերում են, փորձում են մշակել իրավական այնպիսի մի համակարգ, որը կլուծի երկրի առջև ծառացած խնդիրները։ Բարդ թեմաների մասին խաղի միջոցով այս ձևաչափն է ընտրել Հայկական Կարիտասի Գավառի փոքրիկ իշխան սոցիալական կենտրոնը շահառուսաներին սոցիալական իրավունքի վերաբերյալ գիտելիքներ տալու համար։
Այս խաղը նպատակ ունի զարգացնել երեխաների ինքնագիտակցությունը, որպեսզի երեխաները հասկանան սոցիալական իրավունքների կարևորությունը եւ յուրաքանչյուր քաղաքացու դերը իր երկրի սոցիալական քաղաքականությունը մշակելու հարցում։ Տարվա մեջ 2 անգամ իրականացնում ենք այս նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը չենք սահմանափակվում իրականացնելով միայն կենտրոնի սաների շրջանակում, այլ նաեւ ներառում են Գավառ համայնքի այլ երեխաներ։ Այս անգամ մեզ միացել են Գավառի ուսուցողական կենտրոնի սաները եւ մասնագիտական թիմը։ Երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկման ծրագիրը Փոքրիկ իշխան կենտրոնն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով ապրիլին, մայիսին եւ նոյեմբերին կենտրոնի պատանիշահարումները մասնակցել են իրազեկման արշավների, իրենց համար մատչելի մեթոդներով ծանոթանալով ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի հիմնական դրույթներին։ Յուրաքանչյուրը պետք է իմանա ինչ իրավունք ունի, որպեսզի կարողանա դա կիրառի իր կյանքում։ Ամենակարևոր իրավունքը ըստ ինձ կյանքի իրավունքն է։ Մենք պետք է չմոռանանք նաև մեր պարտականությունների մասին, քանի որ իրավունքներից բխում են պարտականությունները, որոնք պետք է կատարել, որպեսզի մեր կյանքը ամբողջովին ու ճիշտ լինի։ Սոցիալական իրավունքների վերաբերյալ իրազեկման արշավներին եւ խմբային աշխատանքներին մասնակցում են նաեւ շահառու երեխաների ծնողները։ Նախաձեռնությունն արդեն 2 տարի իրականացվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ եւ Caritas Ավստրիայի գործընկերությամբ։ Արջիսի դպրոցը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1940 թվականին երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին հիմնված 7-ամյա դպրոցը հետագայում դարձել է միջնակարգ։ Փոքրիկ, բայց կենսախինդ այս դպրոցը Արջիսի գյուղական կյանքի զարկերակն է արդեն 85 տարի։ Հիմնադրվել է որպես 7-ամյա դպրոց 1940 թվականին պատերազմի բովով անցնելով 1950 թվականին դարձել է միջնակարգ եւ այսօր լրանում է Արջիսի դպրոցի հիմնադրման 85-ամյակը։ Արջիսի դպրոցը վերջին շրջանում շատ հաղթանակներ է ունեցել, բազում օլիմպիադաների հաղթանակներ ունենք, տարբեր միջոցառումների մասնակիցներ, վերջերս մեր սովորողները մասնակցեցին Տավուշիմ տան հեքիաթը բավականին հաջողված միջոցառմանը եւ շատ իսկապես գոհ էին բարբարի պահպանության առումով։ 2023 թվականին մի քիչ անհավանական է ֆուտբոլը աղջիկները, բայց դարձել են Հայաստանի Հանրապետության չեմպիոն։ 24 թվականին եւ 2025 թվականին դպրոցի հրաձգության թիմը դարձել է ելի Հայաստանի Հանրապետության չեմպիոն։ Տարբեր սերունդների շրջանավարտները հավաքվել էին հարազատ կրթօջախում, նշելու իրենց դպրոցի հիմնադրման օրը։ Նրանք միասնաբար ծառատունք իրականացրին շրջանավարտների պուրակում։ Տնկված ծառերն առաջին հերթին կանաչապատման կարևոր քայլ են, ապա նաև խորհրդանշական հիշեցում, պետք է հավատարիմ մնալ արմատներին։ Դպրոցի հետ կապված տպավորությունները իհարկե շատ մեծ են, ամենաանհոգ մաքուր տարիները անցել են դպրոցական տարիներին, արձանագրված հաջողությունները, ձեռքբերումները, իհարկե այդ ամենի արմատները, պտուղները քաղել ենք հարազատ կրթօջախից, հարազատ կրթօջախը ես եւ մյուս շրջանավարտներ, շատ ներկայացուցիչներ մեծ հաջողություններ են արձանագրել, մեծ պարտությամբ ենք մեր դպրոցի պատիվը բարձր պահել հանրապետության տարբեր օլիմպիադաներում, մրցաշարերում։ Շնորհակալ եմ մեր ուսուցչական կոլեկտիվին, տնօրինությանը, հրավերի եւ այն տված գիտելիքների համար, որ հիմա քաղում ենք մենք այդ գիտելիքների պտուղները տարբեր բնակավարներում։ Ծառերը դպրոցին էր նվիրել տարածաշրջանում գործող Գանձոր տեղական ակտիվ խումբը։ Կազմակերպությունը կարևորում է, որ յուրաքանչյուր աշակերտ սովորի խնամված, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրում, եւ իրենց այս աջակցությամբ նպատակ ունեն նպաստելու այդ պայմանների ձևավորմանը։ Արջիսի միջնակարգ դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցություն ունեցավ նաև Գանձոր տեղական ակտիվ խումբ հասարակական կազմակերպությունը։ Տեղեկանալով միջոցառման մասին մենք նույնպես ուզեցինք որպես համայնքների զարգացման նախաձեռնություն մեր մասնակցություն ունենալ այս կարևոր միջոցառմանը։ Միջավայրը շատ էական նշանակություն ունի կրթության համար եւ ինչքան էկոլոգիապես մաքուր, ինչքան կանաչ միջավայրում լինեն աշակերտները, բնականաբար այնքան ավելի, այսպես ասած, մեծ հետաքրքրությամբ ու սիրով գուցե իրենց ուսումնառությունը կազմակերպեն։ Դրանից բացի
ծառը նաև որոշակի սիմվոլիկա ունի, դա հիշեցնում է արմատների մասին, հիշեցնում է իր պտուղների մասին եւ այսօր այդ 85 տարվա տարբեր տարիների շրջանավարտներ, որոնք որ մի մասը գուցե տարբեր տեղերից վերադառնալով իրենք կարող են գտնել իրենց դասարանի ծառը, իրենց տարվա ծառը եւ դա նաև ինչ որ առումով նաև հիշեցում է, որ պետք է մշտապես վերադառնալ արմատներին, մշտապես վերադառնալ քո հող եւ հետեւել քո ծառին, նույնը թե քո երկրին, քո հողին ու քո բնությանը։ Արցիսի դպրոցում այսօր սովորում է 154 աշակերտ, աշխույժ նախաձեռնող մասնակցային։ Նրանց լուսավոր ու ժպտուն հայացքներում այնուամենայնիվ մի ընդհանուր մտահոգություն կա. դպրոցը հրատապ վերանորոգման կարիք ունի։ Տոնական օրը լի էր ուրախությամբ, ներկայացվեց դպրոցի 85-ամյա տարեգրությունը, իսկ աշակերտների ազգային պարերն ու երկիրաշտական կատարումները յուրահատուկ գունազարդում հաղորդեցին օրվան։ Դպրոցի ճամփան միշտ կարճ է, սիրուն, ձմեռ թե գարուն։ 85 տարիների արձանագրումը նաև ակնարկ է, դպրոցը շարունակելու է ապրել, շնչել ու կերտել իր նոր էջերը։ Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4715 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 133 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ SAP 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 237 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 24, չամրակապված վարելու 735, առանց մանկական նստատեղի քարսիթի 17, վարելու ընթացքում ծխելու 452, վարելիս հեռախոսից օգտվելու 305, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 136 եւ 1545 այլ իրավախախտում, 142 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 187-ը տեխնիկական զննություն չանցած, 100-ը լուսարձակների անսարքությամբ, 94-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 459-ը առանց ձմեռային անվադողերի, 10 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 77 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13120 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ STAP 196 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 352, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 14 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 48, չամրակապված վարելու 2654, առանց մանկական նստատեղի քարսիթի 127, վարելու ընթացքում ծխելու 359, վարելիս հեռախոսից օգտվելու 596, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 94, արագության գերազանցման 2304 եւ 3985 այլ իրավախախտում, 354 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 609 տեխնիկական զննություն չանցած, 832-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 34 բեռնատար, 135-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 685-ը առանց ձմեռային անվադողերի, 79 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 31 անձ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները նոյեմբերի 28-ին ժամը 22:30-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու եւ թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է գողացված հագուստ։ Անձնական խուզարկությամբ 39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնական աչավուն եւ բյուրեղանման զանգվածներ, հեղուկով տարա եւ էլեկտրական կշեռք։ Տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։